Հարգելի ուսուցիչներ, աշակերտներ, շինարարները, փիլեր, Իզմա դպրոցը նշում է իր 60 տարի նվիրումի գիտելիքի և մեծ նվաճումների ճանապարհը։ Այս դպրոցը եղել է, մնում է մտքի ազատության, նորացիան բարձր արժեքների խարույս, կրթելով սերունդներ, որոնք առաջնորդում են մշակույթի և գիտելիքի ոլորտները։ Շնորհավոր տոնը սիրելով Իզմա դպրոցը, թողո գիտելիքի լույսը միշտ լուսավորի նոր սերունդների ճանապարհը։ Կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, նվագախմբային, երգչախմբային և վոկալ գործերի հեղինակ Տիգրան Մանսուրյանի կյանքը է ստեղծագործական ուղին։ Մանսուրյանը կոմպոզիտոր է, ով ոչ միայն ձևավորել է հայ երաժշտությունը, այլև նրա ոգին բերել է համաշխարհային բեմ։ Մանսուրյանն ավելին է, քան կոմպոզիտոր, նա ձայնն է, որ արձագանքում է Հայաստանի ոգուն, ոգևորելով ունկնդիրներին ամենուր։ Բարև ձեզ, պարոն Մանսուրյան, շնորհակալ եք մեր հարցազրույցին մասնակցելու համաձայնության համար։ Բարև ձեզ։ Դուք հաճախ եք գնում, որ նախնական երաժշտական կրթություն չեք ստացել և սովորել եք ինքնուրույն։ Ինչպես ծնվեց կամ առնացավ սերը դեպի երաժշտությունը։ Դեռ փոքր էի, բերության մեր բակից դուրս էի գալիս փողոց, գնում նպարվայնի խանութ։ Ճանապարհին
Ճանապարհին դրացիներից մեկի պատուհանն է, եւ այստեղից հորդում է ռադիոյով հնչող երգը։ Ես ասես անցնում է այդ երգի միջով։ Մի քանի քայլ հետո հաջոր պատուհանն է, այստեղից ուրիշ երգի հնչյուններն են գալիս դեպի ինձ։ Այսպիսով, մինչև խանութ հասնելս մի երգից մյուսն եմ մտնում։ Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ, ինքնարտահայտման միջոց էլ չէ։ Գրեթե 45 տարի առաջ եք ասել այս խոսքերը։ Այսօր ինչպես կպատասխանեք ինչ է ձեզ համար երաժշտությունը հարցին։ Երաժշտության հետ ապրելու այս երկար տարիների ընթացքում ես նրանից այնքան բան եմ սովորել։ Սովորել եմ հայտնաբերել շերտ, հնարավորինս հստակությամբ ճանաչել դեպի երկ եկող մարդկային որակները, դրանց ներսի ամուրը, գարունը, փխրունը, զուսպը, պարկեշտը եւ այս կարգի բաներ։ Այս ամենն ինձ համար առավել ճանաչելի դարձել եւ ձգտել եմ հասնել իրենց ձևակերպմանը երաժշտության մեջ։ Որն եք համարում ձեր առաջին լուրջ ստեղծագործությունը։ Թող ժամանակներն ունկնդիները որոշեն։ Պարտիտան կարևոր ծնունդ եղավ ինձ համար։ 2 տարի հետո 4 հայրեններ ծնվեցին։ Նվագախմբային այս գործում ուրիշ համատուրների սինթեզունից եկած կողություններ հայտնվեցին։ Հայրենները այլ էին։ Այնտեղ ոչնչողություն պարունակող նվագի եռաններ։ Հայրենները հայրենի թանձր ու շորացուցիչ շնչրանքները։ Ռուս նշանավոր կոմպոզիտորներից մեկը, ձեր ընկեր Անդրեյ Վոլկովսկին ասել է. «Մասուրան ավելի շատ ֆրանսիացի է, քան գերմանացի»։ Ինչպես հասկանանք այդ խոսքերը։ Ֆրանսերենը, ինչպես նաև հայոց լեզուն, գայշ շրջական համակարգ ունեն։ Այս երկու լեզուներում շեշտը միշտ վերջին մանկի վրա է դրվում։ Ռուսերենը, գերմաներենը եւ այլ լեզուներ համարվում են թափառող շեշտադրական համակարգ ունեցող լեզուներ։ Իմ համոզմամբ այս շեշտադրական համակարգն է, որ մեծ ազդեցություն ունի երաժշտական մտածողության վրա։ Չէ՞ որ լեզուն երկու խայսների վրա է հենված։ Մեկը նրանով պարունակող միցն է, մյուսը հնչյունը։ Շնորհակալություն պարոն Մանսուրյան, քաջալերություն ձեզ։ Ես եւս շնորհակալ եմ հանդիպման եւ հաջողի զրույցի համար։
Տիգրան Մանսուրյանը ծնվել է Բեյրութում 1939 թվականին, որտեղ հայ մշակույթը ծաղկում էր տարբերության մեջ։ Նրա ընտանիքը Հայաստան է տեղափոխվել, երբ նա երեխա եղել է, մեծացել է Երևանում։ Սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ ծաղկել է նրա սերը հայ ժողովրդական երաժշտության եւ դասական ստեղծագործության նկատմամբ։ Այս վաղ ազդեցություններն են ձևավորել երաժշտությունը, որը նա ստեղծում է մինչ օրս։ 1964 թվականին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին խնդրեցին գրել երաժշտություն փաստագրական ֆիլմի համար։ Ինչպես հիշում է ինքը, կոմպոզիտորը բազմաթիվ ջանքերից հետո ստացվում է գրել այնպիսի մեղեդի, որից հետո նրան առաջարկում են գրել երաժշտություն նաև այլ գեղարվեստական ֆիլմերի համար։ Այդպես կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի համար կինոյի աշխարհը դարձավ մտերիմ ու սիրելի, որի արդյունքում նա գրեց հիանալի մեղեդիներ բազմաթիվ սիրված գեղարվեստական ֆիլմերի համար։ Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը առանձնանում է մեղեդանությամբ, քննադատությամբ եւ մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել են Փարիզի, Միլանի, Վիեննայի, Լոս Անջելեսի եւ այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում։ Տիգրանով իմ սերունդը իր խոսքն է խոսում նորոգ ու նորօրյա մշակույթի տաճարում։ Առանց Տիգրանի իմ սերունդը միայն համր ուխտավոր է լինել, ասել է հայ արձակագիր եւ կինոսցենարիստ Հրանտ Մաթեոսյանը Մանսուրյանի մասին։
կանջուկ եմ, երեխեքը կպարեն։ Ինդեղ եղվի ես, կաղոդի վրեն եմ։ Ձերքերը։ Զարգե, միշև թևեր եմ թուրնան, արվից կդիմանա, ենիք մեզ դրացան, ենիք ամեն ինչ կդիմանա։ Ասպրտուսուն, ուր ապասը, դոյսել է ձերի չեն գնար, կեզի, չեն գնար, լար ինչ եղկաշեցի։ Ինչ խոսիս, լասնաշ ինչ խոսիս։ Հտոմերը չես պտի երթան, իս դու արմեն տեղա դերեսությունը թող, են որ տղի կվրես կնային որ կելես ու բեմերը կապիկություններ կելես, ես չեմ էդին, դու կմնաս, մերեք դերեսությունը մի երա, պասպորտուսոր է դիզին պաշուծի, ես մերեք կամուսուսում եմ պարի։ Վասյանի ստեղծագործությունը հյուսում է հին հայկական ժողովրդական ավանդությունների դասական երաժշտության խորությամբ։ Մեր մանկության տանգոն օրինակի միջոցով նա կերտում է ուրախության և տխրության ավանդույթի և նորության միջև հավասարաչությունը։ Ֆիլմը նկարահանվել է 1984 թվականին, սցենարի հեղինակն ու ռեժիսորը Ալբերտ Մկրտչյանն է, գլխավոր դերերում Մհեր Մկրտչյանն ու Գայլան Օվենսն են։ Ֆիլմը ինքնակենսագրական է և պատմում է Ալբերտի և Մհերի ընտանիքի պատմությունը։ Բոլոր թեավոր խոսքերը, որոնց արտասանում է դերակատար Գայլան Օվենսը, պատկանում են Ալբերտի և Մհերի մայրիկին, Սանամին։ Մհեր Մկրտչյանի իրական կյանքից է վերցված նաև ֆիլմային հատվածը և որդին ուզում է դերասան դառնալ և խաղում է թատրոնում, իսկ հələ արգելում է նրան, ասորովորուչները ծիծաղում են իր վրա, որ որդին դերասանություն է անում։ Իրականում Մհեր Մկրտչյանի հայրները արգելում նրան գնալ երազանքի հետևից դառնալ դերասան։ Մանսուրյանի երաժշտությունը ֆիլմում միացած է ֆիլմի պատմվածքի հետ, այն արտահայտում է հույզեր, հերոսների կողմից չասված խոսքեր։ Միայն երաժշտությունը լսելով արդեն կարելի է հասկանալ ֆիլմի նշանակությունը։ Ձերքերների վազը կուտրական ճաշկեր եք, ես թատրոն պիտի երեխան։ Ինչ խոսիս, ես արվետի խոսք եմ տվել, ես ինչ տատպրում եմ կպել, ինք հայքում աղթա։ Համեցեք և ազերեմ։ Բարև ձեզ։ Այդ աղա, ինչ ասեր ես մարդում։ Ես անգամ բան չի երեք, Այդ աղա, դու ամենարից ես դրջորին ասք եմ։ Լավ չի կուտես այն, ձր հորդ թանուզուր է։ Այդ աղա դու շի դասի։ Յանուշ։ Ռուբս է, Ռուբենս է, աղջի մետը տես հերկ չքս է։ Գագի հետ մեղք է բուրսն է մնացել։ Դիտինսյանը շանություն է դեր։ Հա։ Մի ես դիմանում է չքսել։ Սորը ձերեկով ինչի դուսի կվարել։ Իրասա որ ինքրես աղսով բաժնված չիմի։ Ինքսոր բաժնվեն գենոր են իշկան ուզ է կվարել։ Իկեղ ազերան, իրանսա կեվս չքան կուտա այդքան պիտի վարեմ, հետիկի մասնական գործս է։ Ինչս է։ Իրանսա կեվս չքան կուտա այդքան պիտի վարեմ, ես ինձի բաժնված կհամարեմ։ Ինքը կսե, որ քեվս ինչքան կուտա այդքան պիտի վարեմ։ Վարե, դի վարեց, երեխեքի վարեց, թող քաղաքն էլ վարե։ Իկեղ ազերան, իրանսա օրինի կերեսին մերոն չունիցած, ես տան բոլորին չի կսոչուրա։ Ինքը կսե, որ դու երեսիտ մերոն չունիս, ես տան բոլորին չի կսոչուրա։ Ով մերոն չունի։ Դու։ Դսինգեր դու լուսի մարդն ես։ Ա, լուսի մարդն եմ, երեխեքի լուսում։ Այո, ես մարդ ով է։ Դսինգեր դու լուսի մարդն ես, երեխեքի լուս կուտաց, հա։ Ահա, դու գործի տաշ ես։ Դու այ մեզ որ ինչի հետևություն չես նի, ինչի չես օգնել մարդիկ աշխատել։ Վայ Ռուբեն, ես որ Ղազարը, դասատու մարդ ես։ Ինչի չես օգնել այս մարդը աշխատի։ Թողոյցար մեջ դես։ Դու գնա գործի դու։ Կողմեր մարդ աշխատի։ Գնա աշխատի, ես կողմերը չեմ սպասել։ Դու գնա դրոց, դասը դուրել ես։ Նորմալ ծխծվել է արխան ես գնագի դեպի սոֆեկի։ Դեկլոսին տան։ Էջ չես։ Է ինչը սիգուր որ գո։ Էլի շարունակի։ Ծոյ քննի կարիչ ոս մարդացիա ես անես։ Կեմ ես ջո։ Վեշտու։ Կեցեք, ինչ եք դերներ։ Իկեղ ազերան, դու գագի համար ես եկել, գնա գագի կող բաղվի։ Իսկ դու ընկեր մեզ գնա այնտեղ պոստից բերենքի։ Իսկ դու Ռուբեն տղա, իսկ վարել եմ ու պիտի վարեմ։ Ուսերից հետո պիտի վարեմ։ Ստո կվարեմ։ Հենց պիտի վարեմ։ Վարելն է։ Կոմպոզիտորը հանդիպել է կնոջ
առաջին Նոնային երիտասարդ տարիներին Կոմիտասիաման Երևանի պետական կոնսերվատորիայում սովորելիս։ Երբ առաջին անգամ տեսա նրան, նույնիսկ անունն էլ չգիտեի, բայց հաստատ գիտեի, որ կինս է դառնալու։ Նոնայի նախնիները ամատներով Շուշիից են, հենց նա էր կապում կոմպոզիտորին Արցախի հետ։ Մասնագիտության երաժշտագետ էր, սակայն ամբողջ կյանքը նվիրել է ամուսնուն եւ ընտանիքին։ Ամուսնու հանդեպ իր մեծ սիրո դրդված։ Նա ուզում է, որ նա ավելի շատ գրի իր երաժշտությունը, քան երաժշտություն ֆիլմերի համար։ Կոմպոզիտորը հիանալի երաժշտական սերիա է գրել Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հիման վրա։ Մասյանը Չարենցի մոլի սիրահար էր, անկեղծ ասած Չարենցի պաշտամունք ունեմ։ Մինչև այժմ պահում եմ Չարենցի իմ առաջին գիրքը, որը 1954 թվականին է հրատարակվել, ասում է Մասուրյանը 2019 թվականին։ Երգը մարվում է օքին։ Սրանք կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի խոսքերն են, որոնք խորությամբ մկալելու համար պարզապես հարկավոր է ունկնդրել նրա երաժշտությունը։ Այդ ժամանակ անխուսափել է եւ ոչ միայն ինքնամաքրումը, այլև ձուլումը Տիգրան Մանսուրյան համամարդուն, մեկին, ովի ստեղծած երաժշտության պես որքան պարզ է, նույնքան հանճար է։ Խոսել, Իվան ասել, ես այդ բայրով չի դրսը բայրով։ Ինչ է, որը դուր են ապշիկան, կամոդեցից է որես Գնացեք։ Կերդի մի օրը, օրերկը կից տեսնին, տես աշխարհին չի էսպես բուր։ Գնացեք հանդես։
Կեղնի մի օրը, որ երկնքից տեսնիմ, թե այս աշխարհն ինչ է այսպես ծուր։ Հայտնի դարձած այս թևավոր խոսք հայկական ամենասիրված ֆիլմերից մեկից է՝ «Մեր մանկության տանգոն»։ Այն պատմում է մի տխուր ընտանեկան կյանքի մասին, որն իրականում բնորոշ էր տարբեր ընտանիքների, քանի որ վերցված էր հենց իրական կյանքից, եւ նկարագրում է հետպատերազմյան ծանրաշրջանի Գյումրին։ Ֆիլմում Մասյանի երաժշտությունը ոչ միայն տրամադրություն է ստեղծում, այլ դառնում է պատմության մի մասը։ Մայստրոն միախառնում է հայ ժողովրդականն ու դասականը։ Նրա ոճը մնայուն հետք է թողել հայկական մշակույթի վրա, դարձնելով նրա ամենահարգված եւ ադեցիկ կոմպոզիտորներից մեկը։ Որպես իզարփակում, ուզում եմ նշել, որ Մասյանի երաժշտությունն ավելին է, քան պարզապես ստեղծագործություններ, այն հարգանքի դուրք է հայկական մշակույթին եւ պատմությանը։ Շնորհակալություն, որ մեզ հետ եղաք, մեծարել մի կոմպոզիտորի, ով իսկապես հնարին ազդեցություն է թողել հայ երաժշտության վրա եւ դրանից դուրս։
Մանսուրյան, մեր առաջին հանդիպումը եղել է ճիշտ 40 տարի առաջ, երբ որ կինոյի տանը ներկայացում կար եւ հրավիրել էին կինոների փառատոն, կինոների մրցանակաբաշխություն եւ կինոյի երաժշտության մասին խոսք կար, շնորհանդեսին դուք կայիք եւ իմ դասախոս երջանկահիշատակ պարոն Պալյանը, Խորեն Պալյանն է, Լուսնեի ամուսինը։ Եվ այդ ժամանակ Պալյանը մեզ ներկայացրեց ձեր երաժշտությունը։ Այն ժամանակ ես այդքան չէի ճանաչում ձեր երաժշտությունը, միայն երաժշտությունը ճանաչում էի կինոնկարներով։ Հետագայում, երբ որ այդ շնորհանդեսը եղավ եւ մոտիկից ձեզ հետ պարոն Պալյանը խոսեց, մի փոքր ճանաչեցի ձեզ։ Այնուհետև համալսարանում ինքը մի ամբողջ դասաժամ տրամադրեց մեզ եւ ներկայացրեց ձեր կերպարը, ձեր երաժշտությունը, նույնիսկ մենք ծանոթացանք ձեր կենսագրությանը, թե ինչպես եք եկել Արտիկում եք ապրել եւ ինչ դառը մանկություն եք ունեցել, ձեր ոտքերը սառել են, դուք բաբուջներով եք գնացել դպրոց եւ դա մեծ թախիծ է առաջացրել։ Ու երբ որ ես կտորում եմ երկինքի երաժշտությունը, ամեն անգամ ֆիլմը նայում եմ, ինձ թվում է թե ես ձեզ եմ տեսնում դպրոց գնալիս կամ կներեք կիսակ հաղցած, ինչպես դուք եք ներկայացնում, այդ տարիները շատ դառը տարիներ են եղել եւ բարեբախտաբար դրանք մնացել են անցյալում։ Այո, դրանք դժվար տարիներ են եղել, բայց բնությունը մարդկային հարաբերությունների այս աշխարհը այնպիսին է, որ երբեք հարթ եւ միագից ճանապարհ չի լինում կյանքը, ապրված կյանքը, եթե քեզ տրվել է այդ չարչարանքի ճանապարհը անցնելը, ուրեմն քեզ տրվել է, որպեսզի դու ձեռք բերես փորձ, դիմադրողականության ուժ եւ երևույթները գնահատես հատակից, գոյութենական հատակից, որտեղ եւ սովը կա եւ բայց ընտանեկան ջերմությունը նաեւ կա։ Անշուշտ, գիտեք, ես պիտի ասեմ, որ Արտիկը քարի քաղաք է, տուֆ քարի քաղաքն է եւ այդ քարի հետ ապրելը Արտիկի համար, արտիկցիների համար եղել է մի տեսակ դաժան իրականության միջով անցնելու կոփվելու խնդիրն է։ Քարի հետ, քարերեն, մարդկային այդ նկարագիրը փակվում է, բայց եթե հանկարծ տեսնես, թե ինչքան է դեռ մնացել մարդկանությունով, ինչ բարի մարդիկ են։ Մայրիկս մարալիքցի է։ Իսկապես։ Եվ մուրակուրս Արտիկում հարս է գնացել, այնպես որ տարածաշրջանը ինձ հոգեհարազատ է։ Դժվար կյանք է, բայց մարդիկ շատ բարի են, իրար հասնել գիտեն, մանավանդ այն տարիներին, երբ որ պատերազմը նոր վերջացել եւ իրար օգնելու այդ անհրաժեշտությունը շատ մեծ էր։ Ուրախ եմ, որ ես անցել եմ այդ ճանապարհը, թեև իհարկե դժվար էր դա։ Շատ։ Եվ ապշեցուցիչ է, որ դուք դեռ կարդալ չգիտեիք, բայց բանաստեղծություններ էիք գրում, երաժշտության նոտաները չգիտեիք, բայց երաժշտություն էիք ստեղծում, դրանք ես ուսանողության տարիներին եմ իմացել, եւ գիտեք, Պալյանը ներկայացրեց մի նախադասություն ասաց, որ այդ ժամանակ գուցե լավ չեմ հասկացել, հիմա պարզը ավելի լավ եմ հասկանում, որ տեսեք, ասեց, ես շարականներ եմ երգում, ես հոգևոր երգեր եմ երգում, ես կոմիտաս եմ երգում, Լուսիներ նույնպես, բայց այսօր Մանսուրյանը գեղարվեստական դասականության մի նոր որակ է հաղորդում մեր երաժշտությանը։ Կոմիտասյան մեղեդին նորորյա հաղորդող եզակի անձնավորություն է։ Այդ նախադասությունը Պալյանն ասել է ձեր մասին։ Այդ նախադասությունը առ այսօր իմ հիշողության մեջ դաջվել է, հեռավորությունը տարածքսյան։ Մենք լավ բարեկամներ եղանք Պալյանի հետ, Խորենի հետ, ինքը ընտիր գիտեր հոգևոր երաժշտություն էր, Հնադարյան, եւ գեղեցիկ երգում էր նաեւ, շատ գեղեցիկ։ Եւ պետք է ասեմ, որ Լուսինե Զաքարյանին նա բերեց հայ երաժշտության ոլորտ, հոգևոր երաժշտության ոլորտ, այո, մեծ դեր ունեցավ այդտեղ։
Ես իսկապես Ձեր առավոտ լուսոն ներողություն, կարող է ձեր առավոտ լուսոն է Պալյանը երգում, Լուսինեն։ Ոչ, չէ, նրանք իմ երաշունը չեն երգել, բայց ես արել եմ Հավատով Խոստովանի երկու մեծ դետեր, միջնադարի սկսյալ Մեսրոպ Մաշտոցից, Մինչև Համոսարյան, Համոսարյանի գարնան երկերը, Իսահակյանի սիրո երկերը, Նարեկացի, Քուչակի 4 ստեղծագործություն է կարել։ Հիմա նորից եմ արել։ Իսահակյան։ Նորից եմ արել հայրեններ։ Հայրենները Քուչակի։ Ուրեմն մենք վերջերս մի համերգ արեցինք Ռոբերտ Բալքեյանի հետ, այնտեղ ներկա էր նաև Գուրգին Բաբեյանը եւ Արթուր Ամանեսովը։ Ուրեմն 4 հայրենները այս Բաբեյանը եւ Արթուրն էին անում եւ երգչախումբը երգում էր հայրեններ, ուրեմն ամբողջ ծրագիրը կոչվում է հայրեններ սիրո, պանդախտության և լուսնյակ գիշերների։ Այդ լուսնյակ գիշերների հայրեններ։ Ինքան գեղեցիկ հայրեններ կան, գեղեցիկ այդ լուսնյակ գիշերների, ինչ ապրումներով, ինչ ոգիով, հայրեններ նույնպես արել եմ, այս հայրենների շարքը խմբերքեր համար 9 հատ են, և այս 4-ը, որ մեներքեր են, միասին մի համերգային երեկո են։ Ես այդպիսի մի քանի համերգային երեկոներ եմ ունեցել հայ գրականության հետ, հայ դասական։ Ես գիտեմ, պարոն։ Ամբողջ մի երեկո ես արեցի Չարենց։ Ճիշտ է։ Երկիրնայրի շարք է կարել, Տերյան է կարել։ Երկիրնայրի շարք Տերյան եմ արել, բայց սա, այս Չարենցը, ամբողջ երեկոն միայն Չարենց։ Այնտեղ մենք հրավիրեցինք ընթերցող Տիգրան Գաբոյանին Գյումրիից, նա ընթերցում էր, մենք երգչախումբը և մեներքիչները երգում էին ամբողջ երեկո Չարենց։ Ես արել եմ ամբողջ մի երեկո Իսահակյան և սա շարունակությունը իբրև երրորդը հայրենների շարք, ամբողջ երեկոն հայրեններ։ Ռոմանսները ձեր։ Ռոմանսները։ Նույնպես, այո, նույնպես անշուշտ դրանք Համոսարյանով, այո, այստեղ կան Տերյան, Իսահակյան ունեք, Համոսարյան ունեք, Տերյան ունեք, ճիշտ է, Ներսես Շնորհալի ունեք, Քուչակ ունեք, բանը Ռոլանդի երգը, թե ինչ-որ մի բան ես վատ եմ պատկերացնում, մի բան ունեք։ Դանթեն 600 տարին էր Դանթեի, իտալացիները ինձ առաջարկեցին գրել այդ արդիվ և հոբելյանական հանդիսությունների ժամանակ այս գործը հնչեց այնտեղ, մի շարք քաղաքներում Իտալիայի, ես էլ ներկա էի այնտեղ, և ուրախ եմ, որ այս գործը եղավ։ Երկու աղոտք է սա, նվագախումբ, երգչախումբ և մեներքիչ։ Երկու աղոտք է, մեկը հետանոսական շրջանի աղոտք, այստեղ մի աստվածություն է գովերգվում և մեկն էլ այս մեր քրիստոնեական, մեր շրջանի քրիստոնեական հավատը։ Գիտեք, լեզուն անչափ հետաքրքիր երևույթ է, ես միշտ ասում եմ, շատ կարևոր է երկու բաղադրամասերը ճանաչել, սեմանտիկան և ֆոնետիկան, իմաստաբանությունը և հնչյունաբանությունը։ Արտակարգ հետաքրքիր են այս սրանց մեկուսի մեկտեղումը և մենք խոսում ենք հնչյունաբանության մասին, առաջին երթին նկատի ունենք իր Դուք ասել եք, որ բաղաձայները շքեղ են,
Բաղաձայները մեր ասպետներն են, կարծում եմ չեմ սխալվում, չէ՞, դա ձեր արտահայտությունն է։ Իսահակյանից եմ ստացել, ինքան գերացիկ է ասել։ Նա ասում է մեր բաղաձայները մեր ասպետներն են, առնականություն են աղոթում, այո։ Բայց նաև շատ հետաքրքիր է, որ մենք կայուն շեշտադրական համակարգ մեջ ենք լեզվի բարակային, հայոց լեզուն շեշտակայինն է, վերջնաբանկի կարողությունը։ Օրինակ ռուսերենինը շարժական է, գերմաներենը միայն առաջին արմատի վրա է դրվում։ Իտալերենը նույնպես շարժական է, մերը կայուն շարժական, այսինքն միշտ ինչքան աճեց բառը, վերջնաբանկի ձայնավորի վրա է։ Այդպեսին է ֆրանսերեն լեզուն։ Այս բաները ինձ ես շատ եմ սիրել հայ պոեզիան եւ առայսօր Չարենցը, որ լույս տեսավ 54 թվականին, 1954 թվականին, առաջի գիրքը եկավ իմ տուն գրախանութից, երկրորդն էլ եկավ, եւ այնուհետեւ ինչքան հրատարակվեց Չարենց, բոլորը իմ տուն եկան, ես այդ գրերը բոլորը սիրում եմ, որովհետեւ Չարենցին եմ շատ սիրում եւ եզակի երևույթ է ինքը Չարենցը։ Դուք եք եզակի երևույթ։ Ախ, Աստված։ Դուք եք շատ եզակի, դուք հավերժական երևույթ եք։ Ձեր երաժշտությունը լսելիս մարդ կամա ամեն տարիքում փորձում է սիրահարվել, փորձում է խորանալ։ Ինքը հայտնվում է մի աշխարհում, գտնում է իրեն մի աշխարհում, որտեղ ինքը ավելի երջանիկ է, որտեղ իր մանկությունն է, որտեղ իր առաջին սիրո հրապուրանքն է, որտեղ իր ազնվությունն է եւ որտեղ իր տունն է։ Եվ ինչպես դուք եք մի առիթով ասել, որ ես երաժշտությամբ հետ անկեղծ եմ եւ երաժշտությունը ինչպես իմ տնից կգայի, այդ նույն մաքրությամբ, ես այդ նույն մաքրությունը հաղորդում եմ երաժշտությանը։ Ես ապրում այո իմ երբեմն եւ հավերժ ապրելու եք, եւ հավերժ ապրելու եք բոլոր սերունդների հետ։ Իմ սերունդը մի փոքր կարող եմ ասել ձեր ժամանակակիցն է, որտեղ մենք ականատես ենք եղել, ես իմ երիտասարդության տարիներին ներկա սերունդը, մեր դպրոցի 15 տարեկանները այսօր ճանաչելու են ձեզ, ճանաչել են եւ պիտի իրենք Մանսուրյանը եւ կինոն, այո, առաջնահերթ կարող է եւ կինոյով ճանաչեն։ Կարևոր չի ինչով կճանաչեն, կարևորը որ կմտնեն ձեր երաժշտության ակունքները, կսիրեն հայ երաժշտության մաքրությունը։ Ես ֆիլմերի երաժշտություն սկսեցի գրել 1964 թվականից։ Մենք ենք մեր սարերով եք սկսել։ Մինչ այդ 5 տարի փաստագրական ֆիլմերի փոքր 10 րոպեանոց, 20 րոպեանոց, այնտեղ երբ որ հղկվեցի, ձեռքորդ բերեցի, 69 թվին եկավ մենք ենք մեր սարերը, նաև նռան գույնը, եւ հետո ես մի ժամանակ հետո հաշվում էի, թե ինչքան եղավ այս փաստագրականը, գեղարվեստականը, հեռուստատեսայինը 100 անցել էր։ Եվ կտորմը երկինքը, ջերմակ անուրջները, գիքորը, այո։ Ես ուրախ եմ, որ 15 տարեկան է, ես 22-ում եմ ձեզ ճանաչել, բայց ես երջանիկ եմ, որ ես ականատես եմ եղել, ես լսել եմ ձեզ, ես տեսել եմ ձեր երաժշտություն, ես ձեզ ֆիզիկապես եմ ճանաչել երիտասարդ տարիքում, ձեր ընտանիքի անդամներին եմ ճանաչել։ Այսօրվա երեխաները նաև երջանիկ են, որովհետև նրանք ձեզ նաև այս փոքրիկ հանդիպման շրջանակներում կճանաչեն, բայց ճանաչել են ձեզ կինոյով, կինոյի երաժշտությունը ներկայացնելով, նաև սիրում են հայ կինոն։ Իսկ մեր հայ կինոն, մեր դասական հայ կինոն իսկապես ուսուցանելի է եւ իսկապես ներկա սերնդին ոչ թե այլ էժանագին ֆիլմերն են հարկավոր, այլ դասական մեր մեծ ստեղծագործողների ստեղծագործությունները, որտեղ եւ լեզուն էր մաքուր եւ երաժշտությունն էր հայեցի եւ մաքուր։ Ճիշտ եք։ Մայստրո, այս նոր սերնդին ինչ կցանկանաք, ինչն եք տեսնում, որ կուզենայիք երաժշտության բառերով արտահայտել։ Գիտեք ինչ է, ուրեմն ես մի քիչ ծանոթ եմ Ֆիզմատ դպրոցին, նրա կարողություններին, նրա երեխաների հաջողություններին
միջազգային, այսօր էլ բարձունքի վրա է դպրոցը։ Այո։ Շատ կարևոր է, որ մենք լինելով բաց աշխարհի առաջ, աշխարհի բոլոր հնարավորությունները մերը համարելով, որտեղ գիտությունը այդպեսին է, գիտությունը ազգային պատկանելությունը ունի, ինչպես երաժշտությունը։ Բայց մենք պետք է իմանանք, թե գիտությունը, երբ մենք նորն ենք ստեղծում կամ հաղորդակցվում ենք դրա տարածմանը առանց երկրի զգացողության դա անիմաստ է։ Պետք է սիրել երկիրը եւ գիտությունը, գիտելիքը նոր իմաստ է ձեռք բերում։ Շատ ավելի խորքային, քան եթե մնար միայն գիտական մակարդակին։ Ես շատ հաճախ եմ մտածում մեր 5-6-րդ դարերի մեծ մտածող փիլիսոփա Դավիթ Անհախտի մասին։ Ինչ հրաշալի գոյություն է, գիտեք, մի ամբողջ ժողովածու կա իր աշխատություններից, որ իմ տանն է դա այդ գիրքը, այդտեղ դուք տեսնեք ինչպիսի խոր հոգեբանությամբ և գիտական պայծառ մտքով վերլուծում է մեր թվերը և դրան հաղորդում է որոշ իմաստով ազգային նկարագիր այդ թվերին, թիվ, ինչպես կարող է ազգային նկարագիր ունենալ թվում է, այդ Դավիթ Անհախտը և իր անունը իրեն ճիշտ համապատասխանում է այս աշխատանքները։ Ես կուզեի, որ Դավիթ Անհախտի այս հիմքերը թիվը երկիր բերելու, թիվը ազգային պատկանելիության օրգանական մասն կամ նրա հիմքերը այդ իրականության մեջ բացահայտվելու գիտակցություն ունենալ, վստահ եմ, որ նրանցից շատերը հենց այդպես էլ կան, որովհետև ինչքան էլ որ մեզ ասում են կենտրոնախույս, իրար չկանք, չենք հասկանում, ամեն ինչ ավանդական է և մենք սիրում ենք մեր երկիրը բոլոր սերունդներով, որ այսօր հողի վրա են, բոլորս սիրում ենք, հետևաբար այս դպրոցականները ֆիզմատի նույնպես իհարկե գալիս են տուն և իրենց հաղթանակի մասին պատմում են հայերեն, ասենք թե որևէ մրցույթի միջազգային հրաշալի Հիմա էլ եմ պատրաստվում միջազգային մրցույթներից չի եղել վերջին տարիներին, երևի վերջի 20 տարին չի եղել դեպք, որ ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներով, առանձին անհատական մրցույթ մեդալներով չվերադառնան մեր աշակերտները։ Եվ գնալով այդ ավանդույթը մեր դպրոցը ինչպես դրել է, այս տարի մեր դպրոցի 65-ամյակն է և չէ 60-ամյակ 65-ին ստեղծվել է 65-ին հիմնադրվել է, այս տարի մեր դպրոցի 60-ամյակն է և մենք 100 պատշաճի պիտի նշենք, տա Աստված ձեզ առողջություն, կարողանաք մեր հրավիրանների դասում լինել։ Շատ գեղեցիկ, շատ հարգում եմ ձեր դասախոսական կազմը ամբողջությամբ, խորապես գնահատում եմ իրենց աշխատանքը, ինչպես այնուամենայնիվ այսքան ժողովուրդների միջով կարողացան պահել հիմքերի բովանդակությունը և բերել հասցնել առանց կորուստի և ճիշտ հակառակը ավելի ու ավելի հարստացնելով։ Ես տեղյակ եմ, որ հիմա աշխարհի 10 լավագույն դպրոցների շնորհակալություն։ Գիտեմ դա մեծ Հենց այնպես չի լինում։ Այո, հենց այնպես չի լինում։ Եվ ոչ թե կորցրինք այս ճանապարհին, երբ որ դժվարությունների միջով անցնում էինք և դեռ անցնում ենք, ոչ թե կորցրինք, այլ բազմապատկեցինք մեր ուժը, այո, մեր ուժը, մնում է հավատանք վստահենք մեր ուժերին և հաստատուն քայլերով առաջ գնալ, պահպանենք մեր տեսակը, սիրենք մեր երկիրը, խաղաղ լինի մեր երկիրը և մենք լինենք միաբան, ինչպես մեր մեծերն են ասում, և պատահական չի, որ ես այսօր ձեր սեղանին տեսնում եմ այս հրաշալի գիրքը, շատ պատահական չէ։ Ես սա բերել եմ փոքրիկ մի հուշ թողնելու ձեզ,
Ես ամիջապես ասեմ, որ ցավում եմ, որ ներկա չեմ լինելու այս գեղեցիկ միջոցառմանը։ Ոչինչ, սա ես կներկայացնեմ։ Շատ շնորհակալ եմ, որ դուք մաճակալը թողել եք եւ այսքան ժամանակ ինձ հետ զրուցում եք։ Մեծ երախտագիտություն ունեմ, բոլորի անունից շատ շնորհակալություն եմ հայտնում եւ հպարտ եմ ձեր տեսակով ինձ հայ անվանելու։ Շատ հպարտ եմ, շատ շնորհակալ եմ։ Որպես զգացված եմ եւ Ես ձեզ պիտի համբուրեմ։ Այ Ժանիկս։ Պիտի կանենք համբուրենք։ Ես բակը բարձեցրիք ինձ։ Այս պիտի համբուրվենք։ Առողջ եղեք, ամփորձանք շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, հոգաչափ, խորին շնորհակալ եմ։ Ինչ հայոց լեզվի ուսուցչուի, ինչ հայոց լեզվի պահապան դպրոցի ներսում, շատ հրաշալի, շատ գեղեցիկ, շատ ապրեք։ Հայի համեստության խոնարհում եմ ձեր։